Ուրախալի է, որ Աստվածաշունչ եք կարդում։ Սիրելի հատվածներ ունեք։ Արթուն կացեք, քանզի չգիտեք, թե երբ կգա տան տերը։ Մարկոս գլուխ 13 տող 35։ Միշտ հավանել եմ այդ մասը։ Բայց ես սա եմ նախընտրում։ Ես եմ ճանապարհը եւ ճշմարտությունը եւ կյանքը։ Ոչ ոք չի գալիս հոր մոտ, եթե ոչ ինձանով։ Հովհաննես գլուխ 14 տող 6։ Փախուս Շոուշենկից ֆիլմը նկարահանվեց ռեժիսոր Ֆրենկ Դարաբոնտեի կողմից եւ որքան էլ զարմանալի է, այն սկզբում չուներ հաջողություն։ Ֆիլմի բյուջեն 25 միլիոն էր, բայց այն հավաքել էր միայն 18 միլիոն եկամուտ։ Սակայն ժամանակի ընթացքում գնահատվեց հանդիսատեսի ու քննադատների կողմից եւ դասվեց դասական ֆիլմերի շարքին։ Հավասարվեց Կնքահայրը ֆիլմին եւ Կանաչ մղոնին։ Այս ստեղծագործության հեղինակը Սթիվեն Քինգն է, ամերիկացի գրող, ում ստեղծագործությունները մեծ ազդեցություն են թողել ոչ միայն գրականության, այլև կինոյի եւ հեռուստատեսության մեջ։ Կարծում եմ բոլորս էլ գիտենք Փախուս Շոուշենկի պատմությունը, ծանոթ ենք Էնդի Դյուֆրեյնի եւ իր հետ կատարվածի հետ։ Նրան դատապարտեցին 2 ցմահ ազատազրկման, մի հանցագործության համար, որը նա չէր գործել։ Նա կրեց իր պատիժը Շոուշենկի բանտում, սակայն 20 տարի անց փախուստ կատարեց այնտեղից։ Ֆիլմում Էնդի Դյուֆրեյնի մասին պատմությունը մենք լսում ու իմանում ենք Ռեդի աչքերով։ Ես հասկանում եմ, թե ինչու ոմանք նրան տանել չէին կարողանում։ Նա շատ հանգիստ էր։ Քայլում ու խոսում էր այստեղի համար անսովոր ձևով։ Կարծես զբոսայգում անհոգ զբոսնող անցորդ լիներ։ Ասես հակին կախարդական թիկնոց ունենար, որը նրան պաշտպանում էր ամեն տեսակ փորձանքից։ Էնդիի բանտ գնալուց մինչև փախուստ եւ ֆիլմի տրամաբանական ավարտ այդ պատմությունը մեզ պատմում է Ռեդն իր տեսանկյունով։ Ահա հենց այս սյուժետային առանձնահատկությունն ինձ համար խթան հանդիսացավ ու մի շարք հարցեր առաջացրեց։ Եթե այս ամբողջ պատմությունն Էնդի Դյուֆրեյնի մասին էր, հեղինակի ինչին էր պետք, որ այն մեզ պատմի Ռեդն իր աչքերով, կամ ինչի Էնդիի փախուստը չդարձավ ֆիլմի տրամաբանական ավարտը։ Այն միայն եղավ Ռեդի վերջին որոշումից հետո։ Փախուս Շոուշենկից ֆիլմի թեորիայի հարցն այն է, ում մասին էր այս պատմությունը։ Էնդի Դյուֆրեյնի, որ 20 տարի նստեց լինելով միակ անմեղը, թե Էլիս Ռեդինգի Ռեդի, ով միակ մեղավորն էր այնտեղ։ Մինչ կանրադառնանք հարցին ու կփորձենք որոշել իրականում ում մասին էր այս պատմությունը, նախ եկեք դիտարկենք, թե ընդհանրապես ֆիլմն ինչի մասին էր, քանի որ այն ավելին էր, քան պարզապես բանտից փախուստի մասին պատմություն։ Ֆիլմում մենք տեսնում ենք, որ մարդը կանգնած է բազում հարցերի առաջ։ Նա անմեղ էր, բայց դատապարտվեց 2 ցմահ ազատազրկման։ Նա չի հասկանում, ինչու իր կյանքն այդպես շրջվեց, ինչու ճակատագիրը նրան դրեց այնտեղ, որտեղ ամեն ինչ թվում էր անիմաստ։ Աշխարհը լուռ էր եւ այդ լռության մեջ նա մնում էր միայնակ ինքն իր հարցերի հետ։ Էգզիստենցիալիստներն ասում են տառապանքը կյանքի անբաժանելի մասն է։ Այն չի գալիս որպես պատիժ կամ պարգև, այլ պարզապես կա։ Մարդը մնում է մենակ իր ցավի հետ եւ այդ մենակության մեջ պետք է ինքն իր համար իմաստ գտնի։ Կամյուի խոսքով աշխարհն աբսուրդ է, բայց հենց այդ գիտակցությունից է ծնվում ազատությունը։ Եթե կյանքը չունի իմաստ, ապա մենք ենք այն ստեղծում։ Ինչի է ճակերտավոր ասված բարի մարդկանց հետ այդպիսի դժբախտություն տեղի ունենում։ Սա հարց է, որի պատասխանը պետք է տա իրեն Էնդին, եւ մենք որպես հանդիսատես առաջին հերթին հենց դա ենք ցանկանում պարզել ու հետևել ինչպես է նա գտնելու այդ հարցի պատասխանը, կամ ինչպես է վարվելու իր կյանքի հետ դա չգտնելուց հետո։ Նոր իրականությունում, Շոուշենկում, Արիստոտելն ուներ իր մոտեցումն այս հարցին։ Նա ասում էր, տառապանքը կարող է դիտվել որպես հնարավորություն, զարգացնելու առաքինությունն, ուժն ու տոկունությունը։ Եվ ահա Էնդիի հետ միասին իր փնտրտուքների մեջ գտնվելով հանկարծ պարզում ենք, որ Շոուշենկում գտնվողներից ոչ ոք մեղավոր չէ։ Ուրեմն մեզնից մեկն ես։ Այստեղ բոլորս անմեղ ենք, չգիտեիր։ Հեյ, ինչի համար ես նստած։ Ոչ մի բանի, ինձ փաստաբանս քաշեց։ Իհարկե դա միայն իրենց խոսքով է այդպես։ Եվ Ռեդն առանձնանում է ամբողից իր համարձակության, իր մեղքն ընդունելու կարողության շնորհիվ։ Նրա արարքը զարմացնում է ոչ միայն Էնդի Դյուֆրեյնին, այլև մեզ։ Դու էլ ես անմեղ։ Ես միակ մեղավոր մարդն եմ Շոուշենկում։
Ռեդը կարծես միակն է, որ իրապես զղջում է երիտասարդ տարիներին կատարած իր սխալի համար։ Այսպիսով նա լինելով միակ մեղավորն ավելի անմեղ է դառնում բոլորիս համար իր անկեղծության եւ սեփական սխալները գիտակցելու շնորհիվ, իսկ Էնդին, ով իսկապես մեղավոր չէր անկախ իր կամքից, նմանվում է մյուսներին, որոնք նույնպես պնդում էին, որ իրենք անմեղ են, եւ սա շատ լուրջ իրողություն է, երբ բոլորն են պնդում իրենց անմեղությունը, դրանից հետո Էնդիի համար անօգուտ բան է դառնում փորձն ապացուցելու իր անմեղությունը։ Ու նա այնքան խելացի է, որ դա չի էլ փորձում անել, այլ պարզապես հարմարվում է նոր իրականության հետ, դառնում է բոլորի նման, դառնում է Շոուշենկի մի մասնիկը, իսկ նոր իրականությունն իր նոր կանոններն է թելադրում, այնտեղ միայն պատերը չեն զրկում ազատությունից, այնտեղ մի ուրիշ, ավելի վատ բան է կատարվում։ Բանտապետը փորձում է դատապարտյալներին դարձնել իր սիստեմի մի մասնիկը ու զրկել մտածելու ունակությունից, այլ կերպ ասած սահմաններ գծել բանտարկյալների ուղեղում։ Այս ամենն ունի իր հստակ տերմինաբանությունը եւ բացատրությունները, եւ դրա հիմնական տերմիններն են՝ դեհումանիզացիա, երբ մարդուն զրկում են անհատականությունից եւ վերաբերվում են նրան որպես գործիք կամ մեխանիկական մաս, սոցիալական ինստիտուցիոնալացում, երբ մարդը դառնում է համակարգի, կանոնների ու կառուցվածքի մաս, կորցնելով իր ինքնուրույնությունը, տոտալիտար վերահսկողություն, երբ իշխանությունը փորձում է ոչ միայն կառավարել մարդու գործողությունները, այլև նրա մտածողությունը, արժեքներն ու հոգեբանությունը։ Ալիենացիա, Մարքսի մոտ օգտագործվող հասկացություն, երբ մարդն օտարվում է իր էությունից եւ դառնում արտադրական կամ սոցիալական մեքենայի մի մաս։ Այսպիսի իրավիճակներում մարդիկ այլևս չեն ընկալվում որպես անհատներ, իրենց երազանքներով ու ներքին աշխարհով, նրանք դառնում են համակարգի մասեր, ռոբոտներ, օգտագործվում են որպես գործիք, ոչ թե որպես մարդ։ Նրանց վարքը վերահսկվում է, իսկ ազատ կամքը ճնշվում։ Նրանց ստիպում են մտածել այնպես, ինչպես համակարգն է ուզում։ Եվ ֆիլմում Ռեդը մի քանի անգամ շեշտում է սիստեմի առկայության փաստը։ Դա այն պահն է, երբ նա անում է բանտի մարդ արտահայտությունը։ Ասածս այն է, որ բանտի պատերը հետաքրքիր են։ Սկզբում ատում ես, հետո վարժվում։ Իսկ որոշ ժամանակ անց կախում ես ունենում դրանցից։ Ահա թե որն է բանտին սովոր մարդը։ Նա այդ սիստեմի մասնիկ դառնալը նկատի ունի։ Բրուքսն էլ հենց այդ օրինակն է, ով ազատության մեջ չի դիմանում, անգամ խենթանում է այդ փաստից։ Նա արդեն այնքան ժամանակ է եղել բանտում այդ սիստեմի մեջ, որ այլևս արտաքին աշխարհում իրեն չի պատկերացնում։ Անպիտան մեկն է համարում ու դրա համար էլ կյանքին վերջ է տալիս։ Շոուշենկի բանտապետը ցանկանում է սահմանափակել մարդկանց միտքը եւ նրանց իրոքին ծառայեցնել։ Նա սիստեմը պահելու համար ամեն գնով ազդում է մարդկանց հոգեբանության եւ մտածելակերպի վրա։ Խոսում է Աստվածաշնչից, բայց իր արարքներն այլ բանի մասին են վկայում։ Կանոն առաջին. չզազրախոսել Աստծուն հիշելով։ Ես թույլ չեմ տա, որ իմ բանտում տեղի անտեղի Աստծո անունը հիշատակվի։ Մնացած կանոններն ընթացքում կհասկանաք։ Դե ինչ, հարցեր կան։ Երբ ենք ուտելու։ Կլափեք, երբ ասենք։ Զուգարան կգնաք, երբ ասենք։ Չասենք, չեք գնա, հասկացար տխմար։ Ու Էնդին այն միակն է դառնում, ով իր գալով սկսում է փոփոխություններ կատարել եւ անգամ հակադրվել բանտապետին ու ցույց տալ, որ իր ազատությունը միայն պատերն են պահում, իսկ հոգին եւ միտքն ազատ են։ Ռեդի հետ հույսի մասին խոսելիս Էնդին հենց դա էլ նկատի ունի։ Այսպիսով փախուս Շոուշենկից ֆիլմն անդրադառնում էր հույսին, ազատությանը, սիստեմին ու սոցիալական հիերարխիայի կետերին։ Էնդին իր գալով դառնում է Ռեդի հույսը։ Հեղինակները, որպեսզի ավելի լավ հասկացնեն այդ սյուժետային գիծը, ամենասկզբում դա ցույց են տալիս խաղադրույքի տեսարանում, երբ Ռեդն իր հույսը Էնդիի վրա է դնում։ Այսօր դու ես խաղագումար ընդունում, Ռեդ։ Ծխախոտով կամ փողով, ոնց ուզես։ Ծխախոտ, երկու հատ դրած հաշվիր։ Լավ, որի վրա ես դրի։ Առաջից 8-րդն է, նա է հարթելու։ Ես դնում եմ թմբլիկ քամակովի վրա։ Ինչ կասես, Ռեդ։ Այն բոյով կուզիկը, էստեղի բան չի։ Դու էլ ոչ ասիր։ 10 հատ ծխախոտ։ Վատ խաղադրույք չի։ Ռեդի եւ Էնդիի խոսակցությունները հույսի մասին շատ կարեւոր են թե սյուժեի եւ թե նրանց կերպարները հասկանալու համար։ Ռեդը շատ վստահ է, որ հույսն անիմաստ բան է։ Նա արդեն երկար տարիներ է այնտեղ, ու իր բանտից դուրս գալու հույսն ամեն ամնիստիայի հարցազրույցից հետո ավելի է մարում։ Նա իր երիտասարդ տարիքում կատարած արարքից տանջվելով եւ ինքնամեղադրանքներով ապրում է, ու հույս չունի, որ այլևս իզորու է ինչ-որ բան փոխել։
եւ միակ լուսավոր բանը կրկին ազատության մեջ լինելն է։ Իսկ այդ հույսը գնալով մարում է։ Դյուֆրեյնը գիտակցում է, որ հույսն է իրեն կենթանի պահում, որ իր հետ կատարվածի արդյունքում չխենթանա։ Այդ նույն հույսի շնորհիվ է, որ նա ձեռք է բերել ընկերներ, ունի Ռեդին իր կողքին, եւ երբ տանիքում իր հմտությունները կարողանում է ճիշտ վաճառել ու նրանց գարեջուրը հյուրասիրում, այդ արարքով նա ամրապնդում է իր ներսի հույսը։ Նա բոլորին ցույց է տալիս, որ նույնիսկ ամենախիստ բանտապետը կարող է դառնալ բարի եւ հյուրասեր անձնավորություն, երբ կարիքը լինում է։ Նա 6 տարի շարունակ գրադարանին գումար հատկացնելու համար նամակ է գրում ու ոչ մի արդյունք, սակայն չի հանձնվում, գրում է այնքան, մինչև աջակցության որոշումը հաստատվում է։ Դա կրկին ապացույցն էր այն բանի, որ հույսը լավ բան է ու այն տալիս է իր պտուղները։ Նա երաժշտության մեջ լուսավոր մի բան էր տեսնում։ Նա հասկանում էր, որ երաժշտությունն այն բանն է, որի միջոցով մեր հոգիները կարող են պոկվել իրականությունից, սավառնեն դեպի ամպերն ու հույս գտնեն իրենց մեջ։ Դրա համար էլ նա գնում է ռիսկի ու ամբողջ բանտով երաժշտություն միացնում։ Եվ վերջում, երբ Էնդին դուրս է գալիս խցից ու ավարտին է հասցնում իր փառահեղ փախուստի պլանը, դա վերջնական ապացույցն է դառնում այն բանի, որ Էնդի Դյուֆրեյնի հույսն ու ինտելեկտն այնքան ուժեղ էին, որ այդ հզոր համակարգն իր կոռումպացված վերադասով ոչ մի լծակ չուներ, ոչ մի պատժամիջոց, ոչ մի արգելք կամ վախ, ոչինչ չխանգարեց, որ նա հասնի իր նպատակին։ Կա մի տեղ, ուր ոչ ոք չի կարող հասնել, ոչ ոք չի կարող դիպչել, միայն քոնն է։ Հույսը։ Հույսը։ Լսիր, թե ինչ կասեմ քեզ ախպերս։ Հույսը վտանգավոր բան է։ Հույսը կարող է խելագարության հասցնել։ Հույսն էստեղ անելիք չունի։ Եկեք մեկ անգամ եւս վերադառնանք հարցին, իսկ ով էր մեզ պատմում այս պատմությունը, իսկ ինչ էր նա ցանկանում, եւ վերջապես ում մասին էր այս պատմությունը։ Ռեդը պնդում էր, որ հասկացել էր իր սխալն ու այլևս հասարակության համար վտանգավոր չէր։ Սակայն կոմիտեն միշտ մերժում էր նրան։ Չէր հավատում, որ նա վերադաստիարակվել է, եւ իր մերժման գործընթացը տևեց մինչ այն պահը, երբ նա սկսեց փոփոխվել ու այլևս չցանկացավ կոմիտեին ապացուցել իր փոփոխությունը։ Վերջին հարցազրույցի ժամանակ նրա մոտ անգամ կորում է ազատության կարևորությունը։ Ռեդի հայտը կոմիտեն ընդունեց այն ժամանակ, երբ նա հասկացավ, որ այլևս հնարավոր չէ հետ վերադառնալ ու իր նախկին երիտասարդ եսին ասել, որ չանի այդպիսի բան, սակայն նա հստակ գիտեր, որ ներկայիս եսն այլ մարդ է, ու դա էր նրա համար ամենակարևորը դարձել, ոչ թե նախկին եսի արարքը։ Այս գաղափարից հետո նոր կոմիտեն առանց տատանվելու տվեց իր այդքան սպասված ազատությունը։ Հիշում եմ, թե ինչպիսին էի մի ժամանակ։ Երիտասարդ, հիմար մի տղա, որը ահավոր հանցանք գործեր։ Կուզեի խոսել նրա հետ։ Բացատրել, թե ինչն ինչոց էր այն ժամանակ։ Բայց չեմ կարող։ Այդ տղան վաղուց չկա։ Մնացել է միայն այս ծերուկը, որի հետ պարտավոր եմ ապրել։ Հավանություն տալ։ Այսինքն մենք տեսանք կերպարի փոփոխություն, ու նրա ազատության գինն այդ փոփոխությունն էր, իսկ գլխավոր հերոսը սովորաբար այն կերպարն է, ով անցնում է ամենամեծ ներքին ճանապարհը, կրում է փոփոխություն, ունենում ինքնաճանաչում եւ ազատում։ Շատ գրականագետներ ասում են, որ եթե պատմության վերջում հերոսի կյանքը կամ նրա աշխարհայացքը արմատապես փոխվել է, ապա հենց նա է իրական գլխավոր հերոսը։ Փախուստ Շոուշենկից ֆիլմում Էնդին մնում է խորհրդանշական, գրեթե առասպելական կերպար։ Նա չի փոխվում, նա միշտ նույն հույսի մարմնավորումն է։ Իսկ Ռեդը փոխվում է։ Նա սկսում է որպես հուսահատված, մեղավոր մարդ, բայց ֆիլմի վերջում վերածնվում է սովորելով հավատալ հույսին։ Կարելի է ասել, որ պատմությունը Էնդիի միջոցով ցույց է տալիս հույսի ուժը, իսկ Ռեդի միջոցով մարդու ներքին փրկությունը։ Եվ վերջի, եթե այս պատմության գլխավոր հերոսը լիներ Էնդին, ապա ինչի համար այն չի ավարտվում իր հաղթանակով, երբ իրագործվում է նրա փառահեղ պլանն ու բանտից փախչում, ինչի է հեղինակը դրանից հետո շարունակում պատմել այս պատմությունը։
այն էլ Ռեդի մտքերով։ Ինչի է շարունակում կարևորելով ցույց տալ նրա հույզերն ու ապրումները, որովհետև մենք սպասում ենք եւ պետք է տեսնենք Ռեդի փոփոխությունը։ Էնդին գալով Շոուշենք դառնում է կատալիզատոր Ռեդի համար, որ տանում է նրան փոփոխության, բայց Էնդին միայն Ռեդի համար չէ, որ դարձավ կատալիզատոր, այլ այդ ամբողջ բանտի համար, ու նրա գալով Շոուշենքում սկսում են փոփոխություններ, եւ այն չի ավարտվում կոռումպացված բանտապետի վախճանով, այլ Ռեդի ազատումով, վերջնական փոփոխությամբ։ Գիտես ինչն է ծիծաղելի։ Ազատության մեջ ես ազնիվ մարդ էի, նետի պես շիտակ։ Բավական էր բանտ նստեի ու հանցագործ դարձա։ Եվ այս թեորիան մտածելիս ես մի հետաքրքիր փաստ իմացա։ Իրականում այս ֆիլմի անունը սխալ է թարգմանվել։ Այն փախուր Շոուշենկից չի անվանվել։ Օրիգինալ անունն է The Shawshank Redemption։ Եթե այն թարգմանենք բառացի հայերենում կլինի Շոուշենկի փրկություն կամ Շոուշենկի քավություն, ու այս դեպքում ավելի պարզ ու հստակ է դառնում այս թեորիան։ Սա պատմություն էր ոչ թե Շոուշենկից փախուստի, այլ նրա քավության, մաքրման գործընթացի մասին, որն իրականացվում է Էնդի Դյուֆրեյնի կողմից։ Այո, միայն նա էր այնտեղ անմեղ մարդ, ում անարդարացի դատապարտել էին ու նրա միջոցով էլ կատարվեց մաքրումն այդ բանտի, եւ նրա մաքրման գործընթացի ամենակարևոր կերպարը Ռեդն է, ով ինքն իրենով սկսել էր այդ գործընթացը կատարել իր ներսում ու ի տարբերություն մյուսների չէր թաքցնում իր մեղավոր լինելը։ Եթե ուշադրություն դարձնեք օրիգինալ անվանը, կտեսնեք, որ Redemption ու Red բառերն արդեն իսկ մեզ ինչ-որ բան են հուշում։ Դուք դիտում էիք թեորիան փախուր Շոուշենկից ֆիլմի մասին։ Հնարավոր է, որ ունենաք առարկություններ կամ համաձայն լինեք մեր մտքերի հետ։ Այդ իսկ պատճառով կխնդրենք ակտիվ լինել մեկնաբանություններում։ Դրանք շատ կարևոր են մեզ համար։ Չմոռանաք լայքել տեսանյութն ու բաժանորդագրվեք կինոոն ալիքին։ Redemption բառը նշանակում է ոչ միայն ազատում, այլև ներքին մաքրում, մեղքի քավություն։ Ֆիլմում Ռեդն անցնում է այդ ճանապարհը։ Նա ընդունում է իր մեղքը, վերափոխվում եւ վերջում ստանում ազատություն։ Այսպիսով այս թեորիայի եզրահանգումն այն է, որ Շոուշենկի պատմությունը փախուստի մասին չէր, այն քավության մասին էր։ Իսկ հիմա այս թեորիան լսելուց հետո ինքներդ գրեք եւ որոշեք, թե իրականում ում մասին էր այս պատմությունը։ Շնորհակալություն։ Հիշիր Ռեդ։ Հույսը լավ բան է։ Երևի թե ամենալավ բանը, իսկ լավ բաները չեն մեռնում։